Ձեզ եմ ուզում ներկայացնեմ հին պապական մեթոդ, որը դեռ սովետական միության ժամանակ կիրառվել է, որպեսզի խոհանոցի կողմից կոյուղագիծը խցանումը բացվի, ոչ թե օգտագործեք կռոտ, այլ տաք ջուրը բացում եք մոտավորապես 15-20 րոպե հոսում է, այսինքն կաթսայից արտադրած տաք ջուրը մոտավորապես 40-45 աստիճան է, 15-20 րոպե հոսում է, նպատակն է խողովակի այդ գիծը տաքացնել։ Դրանից հետո 65 աստիճան մոտավորապես, որ ձեռքը հնարավոր չլինի մեջը մտնել։ 10 լիտրանոց ջուր եք վերցնում, մեջը խառնում եք 2-ից 3 տուփ կենցաղային սոդա, պիշևոյ սոդա, այդ լուծույթը խառնում եք այնքան, որ դառնա համասեր, լցնում եք տաք ջուրը փակելուց հետո լցնում եք կոյուղագծի մեջ, երբ որ արդեն այդ սոդայի ջուրը արդեն իջնում է ներքև, ուղղակի որպեսզի ռեակցիաներ չլինեն, սպասում եք ջուրը լրիվ հոսա ներքև, հետևից 5-ից 10%-անոց уксուս, էսենցիա, լցնում եք, ինքը այնտեղ սաղ քայքայում է, վերջում էլի մեծ լիտրաժով, այսինքն 10-20 լիտր զալպում, այսինքն մի անգամից ոչ թե ծորակն եք մենակ բացում, այլ մեծ լիտրաժ եք տալի ու իդեալական մաքրվում է։